Ճամբարակի Տիգրան մեծ փողոցի բնակիչներին առավոտյան թվացել է, թե թշնամին կրակում է իրենց ուղղությամբ։ Վախեցանք, իմացանք գրադա, եսին։ 8-10-ի սահմանում ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Մահավոր վախեցանք, դե հասկանալի է, սահմանամերձ գոտում ենք ապրում, մտածեցինք, թե ոստերից է։ Տեսեք ոնց որ ծավալում էր այդ պայթյունը։ Սպասել եմ, տեսել երկրորդ չկա, նոր պատկերացրել, որ ուրիշ բան ասա։ Գրադի ձայնին սովոր ճամբարակցիները, երբ հասկացել են, որ կրակոցը սահմանից չէ, դուրս են եկել տներից ու տեսել, որ փոշու ամպի մեջ կորած է 4-րդ շենքը։ Շատ ուժեղ խրպոց էր, գոռոց, sense չեմ կարող բացատրել ինքը ինչ ձևեր։ Բոլորս մենք դրան շատ վախեցանք, մանավանդ այդ ձենից։ Որ դուրս եկանք, արդեն փոշ էր, ոչ մի բան չէր երևում։ Դրանից հետո մոտեցանք, տեսանք, որ լուսել է։ Անգամ թաղամասի շներն են սարսափահար փախել։ Ինձ հուզելա շների փախչել է։ Ինչ արագությամբ էին վազում, ինչ արագությամբ նրանք էլ այդ սարսափն զգացում։ Առաջին մուտքի 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարաններն են փլուզվել։ Բնակիչները մնացել են փլատակներում։ Հարևան մուտքի բնակարաններում էլ վնասներ կան։ Մի հատ ուժեղ պայթյուն է։ Հետո հրդեհ։ Հրդեհ չի եղել։ Հրդեհ չի եղել, թոզ է, ընդհանուր փլուզման թոզն է եղել։ Արամի տան պատերը ճաք են տվել, ապրելու համար դեռ պիտանի չէ։ Նախնական վարկածով պայթյունը գազի արտահոսքի հետևանք է։ Մեր պատկերացումն է տա, մենակ գազի արտահոսք, ուրիշ վարկած չի կարող առնել։ Լավ ենք պրծել, ասում է Արամը։ Ինքը, երկու երեխաները, կինն ու մայրը փրկվել են, մինչդեռ հարևանները մնացել են փլատակներում։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 5 մարդու, 76, 88 եւ 99 տարեկան կանանց, 62 եւ 54 տարեկան տղամարդկանց մարմինները։ Զոհված ընտանիքներից մեկի հայրը փրկվել է առավոտյան զբոսնելու սովորության շնորհիվ։ Տարեց մարդը առավոտյան սիրում է քայլել, վերակացել քայլել ու ինքը կենթանի է մնացել, բայց ըստ իմ լսած տվյալների Գրեթե 12 ժամ է տևել որոնողական աշխատանքները։ Վերջինը Արթուր Սարգսյանի մարմինն են դուրս բերել փրկարարները։ Սարգսյանը Ճամբարակի թատրոնի տնօրենն էր։ Առողջապահության նախարարությունը 11 վիրավորի մասին է հայտնել։ Նրանցից 3-ին Երևան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել։ Ծանր վիճակում գտնվողին վիրահատել են։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են։ Տուժածներից 4-ը երեխաներ են։ Պայթյունի վայր այցելած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը 12 վիրավորի մասին է հայտնել։ 12 ուրեմն վիրավոր ունենք, որոնցից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը գնահատվում է ընդհանուր առմամբ իրենց կյանքին վտանգ չի սպառնում։ Կասկած կար, որ փլատակներում մնացել է նաև մի աղջիկ, որը ծնողներին հյուր էր գնացել Երևանից, սակայն ավելի ուշ պարզվել է, որ պայթյունի պահին նա շենքում չի եղել։ Պարզել ենք, որ երրորդ որոնող անձը, աղջիկ գտնվում է Երևան քաղաքում, պետք է որ այցելած լիներ իր ծնողներին հյուր եկած լիներ, պարզեցինք, որ գտնվում է Երևան քաղաքում։ 4 հարկանի շենքում հնչած պայթյունից վնասվել են նաև հարևան տների ապակիները։ Լրիվ աշկոլ կեքեն, լրիվ բան, տենց։ Ապակիներ, հա, ամբողջովին էս աբորնայք էր, լրիվ թափված է այդտեղ։ Տան մեջ հլը չեմ մտել, դեռ իրանցուն չեմ մտել, տան ինչ վիճակ է։ Առայժմ հայտնի չէ, արդյոք փլուզված շենքի կանգուն մնացած բնակարաններում կարող են մարդիկ շարունակել ապրել, թե ոչ։ Սեյսմոլոգները ուսումնասիրություններ են անում։ Նախնական հերթապահություն կդեղադրենք, հետագայում ինչ որ եթե համայնքին աջակցության, մարդկանց աջակցության կարիք լինի, կօգնեն նրան։ Փլուզված շենքի բնակիչներն առայժմ իրենց բնակարաններ մտնել չեն կարող, նրանց կացարաններով կապահովեն, մինչև պարզ կդառնա շենքի ճակատագիրը։ Թերեզա Կադաևչյան, Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։